ցավալի դրվագը նաև այս գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հաթաթաների շարքներ ցուցադրական Արցախյան ջրի այսպես շիշը դիմաց է դրած սեպարատիստների մեղադրանքով Արցախի ժողովրդին ուղված եւ գագաթնաժողովի լռությունը եւ որևէ հակադարձումը որ չեղավ իշխանությունների կողմից ընդհանուր առմամբ որ գնահատում եք ինչի մասին է այս գագաթնաժողովը եթե օրինակ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրանց վերադարձի իրավունքը չի էլ քննարկվում Դե արդեն կարծում եմ ակնհայտ է եւ երկրորդ կարծիք չկա, որ այս գագաթնաժողովի ամբողջ իմաստը այս իշխանությունների վերարտադրությունն է եւ սատարում այս իշխանություններին, որովհետեւ պարզ տրամաբանություն է, եթե օրինակ, հաստատել են խաղաղությունը եւ բոլորը ողջունում են, այդ խաղաղությունը, ապա չգիտեմ, պարարտանյութ, անասնակեր, բենզին բերելու զուգընթաց, ես կարծում եմ հնարավոր էր նաև գերիներին վերադարձնել։ Այստեղից պարզ հետևություն, որ խաղաղության մասին չէ խոսքը, եւ այն բոլոր գործընթացների, որ դեռևս սպասում է մեզ բոլորիս, դեռևս սպասում է Հայաստանին անցնել, եւ այդ ամենը իրագործելու համար բնականաբար պետք է որ այս իշխանությունները վերարտադրվեն, եւ սա փայլուն պարզ օրինակներ, որ այո, այս իշխանությունները ոչ թե հայ շահը պաշտպանողն են, այլ աշխարհի ցանկացած երկրի պետության շահը սպասարկողներն են եւ այդ մարդիկ էլ եկել էին իրենց սատարելու։ Ինչ վերաբերում է երեք Ալիևի պահվածքին, ես կարծում եմ, որ նման իշխանություններ ունենալու պարագայում օրինաչափ պահվածք էր եւ Հայաստանի վարչապետը բացարձակ այսպես շնորհակալական դիրքավորում ուներ եւ շնորհակալ էր այն բոլոր որակումներին, որը տվեց Ադրբեջանի նախագահ ըստ էության մեզ բոլորիս եւ արցախցիներին առանձին եւ Հայաստանի ժողովրդին եւ ընդհանուր առմամբ հային եւ հետեւաբար որևէ հայանպաստ գործընթաց կապված սրա իհարկե մենք դեմ չենք, մենք մեծ ողջավորություն կապրեինք, եթե լինեինք այլ իրավիճակում եւ այսպես աշխարհի կամ Եվրամիության այդ գագաթնաժողովը տեղի ունենար Հայաստանում եւ այսքան պետությունների ղեկավարները լինեին այստեղ, բայց կոնկրետ, երկու օր հենց Ֆրանսիայի նախագահի կեցվածքը ու պահվածքը ակնհայտ խոսում է այն մասին, որ այստեղ որևէ հայանպաստ գործընթաց չկա, այստեղ բացարձակ սատարումն է եւ հենց դրանով է վտանգված այսօր Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ այլևս ինչքան էլ իրենք ինքնիշխանություն բառը օգտագործեն, ինչպես Մակրոնը նաեւ օգտագործեց, ինքնիշխանության մասին խոսք գնալ այլևս չի կարող։ Շնորհակալություն։